Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արդարության ցայնը միշտ կրնա հասնել իր նպատակին անգախ դժվարություններեն, Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը կբարձրացնի Քերմանիա պատասխանատվության հարցը հայրու ցեղասպանության համատեքստին մեջ, Շողեր Բիլեմջան։ Հայրենասիրական գոչ համախմբումի եւ կորձուն ծրագիրներու համար, Աշոտ Հարությունյան։ Քննարկված ծրագիր Դերբեդրոսյան դարձյալ Մարդահրավեր Գնեդե Փաշինյանին հրաբարակելու Արցախի խաղաղության առաջարկները, վերագանքնում թե վերացեվում, Բաքվի մշակութային քաղաքականության թիմագը, գհրաժարին բոլոր մեդալներեն եւ շքանշաններեն, Արման Պետրոսյան, Նարեգացի Մադյանի Սայաթ Նովայի նմանահանության շնորհանդեսը Երևանի մեջ։ Վերջերս դեղի ունեցած կարևոր իրադարձությունը Բաղեստինի անկախության ճանաչումը գրնա նախատեպ դառնալ միջազգային իրավունքի դաշտին մեջ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալով Արևմտյան Հայաստանի հարցին լուծման վրա։ Նախքան անդրադառնալը այսօրվան իրողություններուն հարկ է հիշել պատմական անցքերը։ Մինչև 1919 թվականը Բաղեստին կգտնվեր Օսմանյան կայսրության վերահսկողության տակ։ Այդ օրերուն Ֆրանսիայի տրոշին տակ գործող Արևելյա լեգիոնը կազմված հայ զինվորները մասնակցեցավ ազատագրական գործողություններուն։ Այդ լեգիոնը միաժամանակ կհամարվեր Արևմտյան Հայաստանի ազգային բանակի սկիզբը։ 1918-ի սեպտեմբերին մինչև հոկտեմբեր կատարված ռազմական գործողությունները, հատկապես Արարայի շրջանի ազատագրումը, ցույց կտան, որ հայության ներկայությունն ու ներդրումը այդ հողերուն մեջ անժխտելի պատմական փաստ են։ 1920-ին Սևրի դաշնակիրը դարձյալ ընդգծեց, որ Ֆրանսա իբրև մեծ տերություն ստորագրած է պայմանագրեր, ուր կջանցվին հայ ժողովրդի իրավունքները պատմական հայրենիքին մեջ։ Այսօր, երբ աշխարհը վերանայի ազգային ինքնորոշման իրավունքին եւ ճանչնա նոր պետություններու անկախությունը, Բաղեստինի օրինակը գրնա ծառայել իբրև քաղաքական եւ իրավական հիմք անդրադառնալու Արևմտյան Հայաստանի հարցին։ Այս շաբաթ կայացած Արևմտյան Հայաստանի ղեկավարության նիստի ընթացքին քննարկվեցան շարք հիմնարար հարցեր կապված թե պատմական պահանջներուն եւ թե մշակութային եւ քաղաքական օրագարկին։ Ներկայացվեցան 3 հուշագիր Քերմանիա պատասխանատվության մասին հայրու ցեղասպանության համատեքստին մեջ։ Առաջինը կվերապերի վնասներու փոխհատուցման հարցին, ներառելով իրավական եւ տնտեսական հաշվարկներ։ Երկրորդը կամփոփե իրավական հիմնավորումներ, ցույց տալու Քերմանիա ներգրավվածությունն ու աջակցությունը ցեղասպանության իրագործման։ Երրորդը պատմական վերլուծություն որ գշեշտե Բերլին Բաստա երկաթուղիի նախագծի տնտեսական նշանակությունը եւ Արևմտյան Հայաստանի բնական հարստություններու շահագործման նպատակները։ Ղեկավարությունը որոշեց ավարտին հասցնել գիրքը, որ համապարփակ կերպով պիտի ներկայացնե Արևմտյան Հայաստանի պատմական եւ իրավական պահանջները հասցեակրված միջազգային կառույցներու եւ պետություններու։ Նիստին անդրադարձ եղավ նաեւ Երևանի մեջ տեղի ունեցած խորհրդաժողովին ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի մասնակցությամբ, ուր քննարկվեցան պետության պահանջներ եւ իրավական գործընթացները դարբեր երկիրներու թեմ։ Մշակութային օրագարկի մեջ հիշվեցավ Ֆրանսիայի մեջ Տլեյաման երկի կատարման ընթացքին Արևմտյան Հայաստանի դրոշին խորհրդանշական ներկայությունը։ Որոշվեցավ բեմադրել երկին մեկնաբանությունը, շեշտելով անոր խորքային իմաստն ու մշակութային արժեքը։ Արևմտյան Հայաստանի եւ Արցախի հայրենասեր ուժերը խոր անհանգստությամբ կնշեն վերջին տարիներու ողբերգական զարգացումները Արցախի մեջ, որոնք խիստ տաբալեցին ժողովրդավարությունը, ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արցախցիները բազմիցս ապացուցած են իրենց քաջությունը ու դոգունությունը, սակայն մտահոգիչ է այն իրողությունը, որ ուժեր, որոնք նպաստեցին Արցախի հանրապետության գոյության վտանգին, կփորձեն ներկայանալ իբրև փրկիչներ, շահարկելով ժողովրդի վստահությունը։ Այսպիսի մոտեցումները անընդունելի են։ Անոնք վտանգավոր են ոչ միայն մեր պետականության համար, այլ նաև գարժեզրկեն ազգային պայքարի գաղափարը։ Աշոտ Հարությունյան գոչ կնե համախմբվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության ղեկավարության շուրջ, զոր անգնկատե գործո եւ միջազգային իրավատեխնիկական հարթակներուն մեջ ներկա ինստիտուտը։ Ըստ անոր միջազգային արձագանքը զգալի է, եւ որ ճշմարտությունն ու արդարությունը ի վերջո պիտի հաղթեն, բայց ճանապարհը լեցուն է խոչընդոտներով, կարեւոր է խուսափել ներքին թշնամիներեն։ Ելույթը ավարտեցավ ուղերձով այս դժվար ժամանակներուն պահանջելով ազգային միասնություն, հսկողություն եւ վճռակամություն Արցախի բանակեն եւ ժողովուրդեն։ Ժամանակն է կործելու, վերագանքնելու մեր արժանապատվությունը եւ ապավինելու իրական ուժերուն։ Մատենադարանի պատվիրակությունը դնորեն Արա Խզմալյանի առաջնորդությամբ 2025 թվականի սեպտեմբեր 25-ին այցելած է Արևմտյան Հայաստանի հայոց պատվիրակություն։ Պատվիրակությունը ընդունած է պատվիրակական փոխանորդ արժանապատիվ Տեր Գրիգոր Ավագ Քահանա Դամատյան։ Քննարկվեցավ հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակին մեջ հրապարակված համատեղ հայտարարության թրույթներու կորցնական ծրագիրը, որուն առանցքը կկազմեն պատրիարքության ցերակրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրադարագումը, ինչպես նաև ցերակրերու պահպանման մշտադիտարկման համագարքի ներդրումը եւ վերականգնումը։
Դնորենը պատրաստակամություն հայտնեց նախաձեռնելու Պատրիարքության ներկայացուցիչի վերապատրաստումը Մատենադարանին մեջ, մասնավորապես հոկտեմբեր 14-ին 25 գայանալիք հիշողության գերբարանքները գիտագործական սեմինարի շրջանագին մեջ։ Սեպտեմբեր 24-ին Երևանի մեջ Լևոն Տեր-Պետրոսյան գրգին գոչ ուղեց Նիկոլ Փաշինյանին հրապարակելու մինչև 2020-ի պատերազմը միջազգային միջնորդներու ներկայացուցած խաղաղության բոլոր առաջարկները։ Տեր-Պետրոսյանի խոսքով Փաշինյանի մերժած 2019-ի վերջին առաջարկը, որ մշակված էր Միացյալ Նահանգներու, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմէ, բացավ ճամփան աղետալի պատերազմի։ Ան նաեւ շեշտեց, որ այդ փաստաթուղթերուն մեջ եղածը պիտի բարձե իրականությունը։ Ի պատասխան Փաշինյան նախկին նախագահները մեղադրեց Հայաստանը պատերազմներու մեջ ներկաշելու համար եւ առաջարկեց հերոստապանավեճ։ Ավելի վաղ Փաշինյան ընդունած էր, որ մերժած է միջնորդներու 2019-ի առաջարկը զայն համարելով սպառնալիք Հայաստանի անկախության եւ պետականության։ Բաքու գրգին կփորձե աշխարհին ներկայացնել իր բազմամշակութայնությունը եւ հանդուրժողականությունը հայտարարելով Շուշիի հայկական եկեղեցիներու վերականգնումի մասին, սակայն իրականությունը այլ է։ Ադրբեջան ոչնչացուցած է Արցախի բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ եւ գերեզմաններ, փորձելով ճնչել հայկական դարավոր հետքը։ Միջազգային զեկույցներն ու արբանյակային լուսանկարները կվկայեն, թե Ադրբեջան կշարունակի համագարկված կերպով ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներու Միջազգային գրոնական ազատություններու հանձնաժողովը դարձյալ արձանագրեց այս իրողությունը առաջարկելով անկախ դիտորդներու մուտք Արցախ։ Թուրքական օրինակով, ուր հարյուրավոր եկեղեցիներ քանդվեցան կամ վերածվեցան մզկիթներու, Ադրբեջան նույնպես կփորձե վերականգնումի անվան տակ իրականացնել աղավաղում։ Հայկական ճարտարապետությունը իր ինքնատիպությամբ եւ պատմական խորքով անհնար է վերացվել։ Բաքվի այս գործողությունները հերթական փորձ են աշխարհի աչքին փոշի փչելու։ 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյան հայտարարեց, որ կհրաժարի իրեն դրված բոլոր շքանշաններեն եւ մեդալներեն։ Ան ասաց է, որ յուրաքանչյուր բարգեւ խորքին մեջ արտացոլած էր ազատագրական պայքարի եւ Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունները հրաժարած են ազգային ազատագրական գաղափարներեն եւ նույնիսկ ինքնորոշման իրավունքեն, այդ բարգեւները գործընծուցած են իրենց փոխանցությունը։ Պետրոսյան իր մարտական ընկերներուն եւ պատերազմի այլ մասնակիցներուն ալ գոչրավ հրաժարիլ բարգեւներեն, ցույց տալով, որ պատրաստ են գրգին բայկարելու արդարության, ազատության եւ արժանապատվության համար։ Սեպտեմբեր 19-ին Երևանի Նարեգացի արվեստի միության մեջ կայացավ Գրիգորի Նարեգաբանից վանագանի մադյան ողբերգության քրիչ Սայաթ Նովակ երկին նմանահանի շնորհանդեսը, ուր հնչեցին երաժշտական կատարումներ եւ ասմունք։ Նարեգացի արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյան ընդգծեց, որ ցերակրի հրադարագումը կարելի եղավ Կանադայի ազգային առաջնորդարանին աջակցությամբ։ Գերաշնորհ Տեր Պապկեն arczepiskopos Չարյան նշեց. այսօր Սայաթ Նովայի միջոցով գրգին Նարեգացին ապրեցանք։ Մեր հանճարները անմահ են, քանի դեռ մենք կապրեցնենք զանոնք։ Միջոցառման ավարտին սրբազանին հանձնվեցավ հայ մշակույթի տեսփան հուշանվերը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։